Գրական պատմեմ, թե բարբառով, որպես առաջին պատմություն։ Հնում, երբ որ չէ, հələ մի վարքյան էլի ան։ Դի բարբառով հացի մասին չէ պատմեմ։ Երեք պատմություն։ Որ ճիժը չկային, իրանք ընկնեին թորոնը, դու համար պարտադիր պետք է աղոտ կանեին։ Մի հատ նախաբան կարող է ասեմ։ Հացս հացի ռեշտակ ես։ Հասկսեմ։ Յուրաքանչյուր մարդու համար մայրենի լեզուն այն լեզուն է, որ լսում է իր մորից։ Իմ մայրենի լեզուն Բայազետի Գավառի արցախի բարբառն է, որ լսել եմ մորիցս, տատիցս, ծնողներիցս առհասարակ եւ մեր հարևան բարեկամներից։ Ավալ հացը թխելուց առաջ կնիգը չոքում էր, թորոնը վառմին, փոցը նստում էր, այդ կայ պետք է պարտադիր կնիգը փարադիճով Փարադեր թորոնը նոր սկսեին թխել, մաքրեին, կոգեին, մուրը բանը թապեր թորնից, նոր հացը տային կողը, որ հանգարց բան է մդներ նետար չփարադերին, այն անդին իրանց ձերովին փարադելու։ Դու մարել մդները չեր էտում պարտադիր փարադմին, դենց այն տվեք ընանիքին, փարադմին, չոկմին, թորան հապին, առաջի հացը թորան կողը խպելուց ասումին Հաց ես, հացի հրեշտակ ես, արտար եզան վաստակ ես, դու առասված լնիս, աշխրկին խաղաղուտում տաս, ընդու սերն ու սադաղեն էլ մեր էսպզի երկրին տաս։ Եդո որ թխմին վերջացնումին, ռաֆատեն էլ պաճիմին, կախմին սնից, ասումին խեր բարակ է մեջ նլնի, ուդենք, չուդենք, ռատ չլնի։